Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը, շարժիչի նվազեցման հզորությամբ։ Նոր մոտեցմամբ, եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այստեղ նշված տեղեկությունը, իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի, 251 ձիաուժ եւ բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Երևանում հայտնաբերվել է ոչ ստափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 30, չհամրակապված վարելու 673, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 527 իրավախախտումներ։ Մարզերում պարեկները հայտնաբերել են ոչ ստափ 217 վարորդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 հոգի։ Շտաբ բուժօգնության աշխատակիցներին միանվագ կտրամադրվի 40,000 դրամ պարգևատրում։ Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը։ Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ բարձրացվելու է շտաբ օգնության աշխատակիցների գումարները։ Ապրիլի համար բժիշկները, բուժքույրերը, ֆելդշերները կստանան 20% ավելի, գծային բրիգադների վարորդները 30% ավելի աշխատավարձ։ Ֆելդշերական եւ հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20%-ով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը նախորդ երկու շաբաթների համեմատ հավելյալ 235 միլիոն դրամ գումար է հավաքել։ Տիգրան Ավինյանի ձևակերպմամբ դա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ ստեղծի քաղաքապետարանի նոր մեթոդը, այնուամենայնիվ ըստ նրա հավաքագրման եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Հաստացի ըստ Ավինյանի, իրենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար են հավաքել երկու շաբաթվա ընթացքում։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել։ Նախագծով առաջարկվում է Երևանի կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը, որը սկսվում է Հանրապետության հրապարակից հասնում Սարյան փողոց, անվանափոխել Պապ Թագավորի փողոց։ Փողոցը կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը։ Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։